Վերջին շաբաթվա ընթացքում Բաքուն հաճախ է ապատեղեկություններ տարածում, Հայաստանն էլ հերքում հորդորելով չկեղծել սահմանային վիճակը։ 6 օրում 13 նման հաղորդագրություն է եղել։ Համացանցում ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրառմամբ հայտնեց, թե ամբողջ գիշեր կրակել են Սոտքի ուղղությամբ։ Ամբողջ գիշերը ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոտքի հատվածում։ Պաշտպանության նախարարությունը սոցցանցերում նման տեղեկությունների տարածումից հետո հայտարարություն տարածեց, հորդորեց զգույշ լինել հայտարարություններում ու ապատեղեկություններ չտարածել։ Հրադադարի ինտենսիվ էական խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով բազմակի ճշգրտումներից հետո։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակի եւ սահմանային իրադրության առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտածածին տեղեկություններ հրապարակելուց եւ հետեւել ՊՆ պաշտոնական լրահոսին։ Չնայած այս հայտարարությանը Սոտքում կրակոցների մասին խոսակցությունները չդադարեցին։ Օրինակ Նաիրի Հողիկյանը գրեց. Պաշտպանության նախարարությունը թաքցնում է Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը։ Թշնամին կրակում է եւ վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին եւ մշտապես միայն արդարանում է, ինչն աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։ Պաշտոնական գերատեսչության ղեկավարն էլ հայտարարեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ կամ կուտակում չկա։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Պաշտոնական լրահոսին հակադարձելով Մեսրոպ Առաքելյանը նոր գրառում արեց։ Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոտք, պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս եւ դուրս եք գալիս քաղաքականությունից։ Սահմանային վիճակին անդրադարձավ նաև արտաքին հետախուզության ղեկավարը, նշելով անհանգստանալու առիթ այս պահին չկա։ Արդյոք հարձակման հավանականությունը այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետևում ենք իրավիճակին։ Պապիկյանի խոսքով հրադադարի խախտում չի եղել, իսկ եթե Բաքուն հայտարարություններին կից նաև փաստեր հրապարակի, պատրաստ են հետաքննություն անցկացնել։